Բարի օր ժողովուրդ ջան։ Ինչպես խոստացել էի գնումներից հետո, ինչ որ պետք է պատրաստեմ, հիմա ձեզ կարող եմ ցույց տալ։ Հիմա գնել եմ թարմտավարի միս, արդեն թավան տաքացրած, վերջացրած, վերցնում եմ կարակ եւ պետք է վերցնեմ մի քիչ էլ ձիթապտղի յուղ։ Թավան արդեն տաքացավ, յուղը հալվեց, կարակը։ Հիմա պետք է միսը լցնեմ թավայի մեջ ու դնեմ մի լավ տապակվի, սիրուն, կարմիր գույն ստանա։ Կրակը անում եմ բարձր ու պետք է մի լավ տապակվի, ինչպես ասեցի, մատուցելու եմ կարտոֆիլի հետ միասին։ Ժողովուրդ ջան, գցել եմ 1.5 ճաշի դալ աղ, եղալուց հետո անում ենք կճպովի կարտոֆիլ։ Կարտոֆիլը շատ հարմար եւ համեղ է լինում մեր ուտեստի հետ։ Մեր ուտեստը հիմա արդեն դնում ենք յուղով տապակվի։ Շատ հարմար ու համեղ ուտեստա, մի քիչ շոկը իր այս ուտեստի համար, բայց ոչինչ։ Հիմա ձեզ ցույց տամ ժողովուրդ ջան համեմունքները, ինչ համեմունքներ է գալու մեր մսի վրա, լոլիկը կարմիր պղպեղ, կանաչ պղպեղ, լոլիկի մածուկ, ռեհան կանաչ ու սև ռեհան, օրիգանո եւ սև պղպեղը աղի հետ։ Ժողովուրդ ջան, հիմա կվերջացնեմ, մի քիչ միսը լավ կտապակվի, հետո ցույց կտամ ձեզ։ Թող էփվի, 30 րոպե է էփելու կարտոֆիլը։ Ժողովուրդ ջան, հիմա միսը արդեն ոնց որ պետք է տապակվել է, ոնց որ ես սպասում էի, տապակվել է միսը։ Հիմա մի քիչ հենց այսպես յուղի մեջ անում եմ մի ճաշի գետալարուր, հենց այսպես։ Հիմա պետք է խառնեմ ու թողնեմ մի քիչ բանի ալուրի հետ ավելի տապակվի, ավելի ճիշտ պետք է ասեն ստալքի մասը կպնի հավային ու մի քիչ մուքանա, որովհետև շատ համով արոմա է տալիս։ Հիմա ժողովուրդ ջան, դե ես մի քիչ ավելացնեմ կրակը, որ ինքը տապակվի ալուրի հետ։ Ժողովուրդ ջան, նայեք մսին, այսպիսի տեսք ունի մեր միսը։ Հիմա պետք է լցնեմ արդեն սոխը։ Ժողովուրդ ջան, հիմա մեր տոմատի մածուկը պետք է բացեմ ջրով, եղացրած, սառացրած ջրով, որպեսզի սարքենք այս մնացած համեմունքների հետ դառնա սոս։ Հիմա սոխը արդեն մսի հետ տապակվեց, վերջացավ։ Հիմա դնում եմ լոլիկը, ժողովուրդ ջան, լոլիկը կտապակվի, մեկ էլ պղպեղը, կանաչ եւ կարմիր։ Հիմա թողեցի մի քիչ տապակվի, ժողովուրդ ջան։ Հիմա լցնում եմ արդեն տոմատի մածուկի ջրով բացած խառնուրդը։ Հիմա լցնում եմ ռեհանը, ժողովուրդ ջան, խառ կանաչ եւ մեջ հայկական ռեհան։ Լցնում եմ օրիգանոն եւ լցնում եմ սև պղպեղն ու աղը։ Իրար կխառնեմ այսպես եւ կթողնեմ մի լավ թող եփի հիմա։ Ցամաքի, ոչ լրիվ ցամաքի, մի քիչ պետք է ցամաքի, բայց ասեմ ձեզ ընդհանրապես կովի միսը, տավարի միսը, մի քիչ կոպիտ է։ Դրա համար մի քիչ էլ ջուր կավելացնեմ, երևի մի 100 գրամ էլ ջուր, որ ինքը արդեն իրանով էփի այնքան ժամանակ մինչև միսը փափկի։ Ու չմոռանամ անունը ասեմ, ճաշատեսակի գուլաշ, տավարի մսով գուլաշ, այդպես է կոչվում անվանումը, իրա այդպես է։ Դեպելու պրոցեսը արդեն
լավ սկսվել է։ Հիմա մի բան եմ ուզում ավելացնեմ, ցանկացողները, ովքեր որ ցանկանում են, կարող են մի քիչ կարմիր գինի ավելացնեն, մի 100 գրամ, 100 գրամ կարմիր գինի, բայց ամենասկզբից։ Հիմա ժողովուրդ ջան, ավելացնում եմ 3 հատ դափնու տերև իր համի համար։ Դե ժողովուրդ ջան, վերջնական պատկերը այսպիսի տեսք ունի, վերջը, հիմա ես կհամտեսեմ ժողովուրդ ջան, ու ձեզ կասեմ, ժողովուրդ ջան, անմահական համ ունի, են որ ասում է, չգիտեմ հիշում եք, թե մոռացել եք, իսկականից միսը բերանիտ մեջ հալվում է։ Ժողովուրդ ջան, մեզ մնում է հավանենք, տարածեք և բաժանորդագրվեք։